Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան դիմել է միջազգային կազմակերպություններին, կոչ անելով Խոջալոյի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն։ Սա տեղի է ունենում ճիշտ նույն ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից փաստացի դուրս է մղել 1915 թվականի հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Իշխանականները հայտարարում են, որ պաշտոնական Երևանը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը չի կապում պատմական հարցերի հետ, չի առաջադրում նախապայմաններ եւ պատրաստ է խաղաղության օրակարգի։ Բայց ինչ է կատարվում զուգահեռաբար։ Մինչ հայկական դիվանագիտությունը խուսափում է կոշտ արձագանքներից, իբր չվնասելու համար հարաբերությունների կարգավորման գործընթացը, ադրբեջանական կողմը ձևակերպում է օրակարգ, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացրած պետություն։ Փաշինյանը հրաժարվում է հայ ժողովրդի պատմական արդարության հարցը միջազգային օրակարգ տանելուց, Ալիևը միջազգային մակարդակով ընդլայնում է իր պահանջների շրջանակը։ Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը. եթե հայկական կողմը որևէ նախապայման չի դնում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ապա ինչու է ադրբեջանական կողմը շարունակում նոր պահանջներ ներկայացնել։ Խաղաղության ձգտող պետությունը սովորաբար մեղմում է հռետորաբանությունը եւ նվազեցնում է կոնֆլիկտի ռիսկերը։ Մինչդեռ այստեղ տեսնում ենք հակառակ պատկերը։ Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին հայտարարություններին զուգահեռ Բաքուն ձևավորում է մեղադրական օրակարգ, որը միջազգային հարթակներում ուղղվում է Հայաստանի դեմ։ Երևանի լռությունը այս դեպքում պարզապես դիվանագիտական տակտիկա չէ։ Դա ընկալվում է որպես արձագանքի բացակայություն։ Իսկ քաղաքականության մեջ արձագանքի բացակայությունը հաճախ մեկնաբանվում է որպես համաձայնություն կամ թուլություն։ Լիա Սարգսյան